Սա այն տարիքային շեմն է, երբ սեռական օրգանների չափերը գրեթե նմանվում են մեծահասակի սեռական օրգանների չափերին։ Տղաների մոտ սեռական հասունացումը սկսվում է մոտավորապես 12-13 տարեկանից, երբ փոփոխվում են սեռական օրգանների Իհարկե պետք է հաշվի առնել, որ զուգընթաց տարիքին մինչև 25 տարեկանը սեռական օրգանի չափերը փոփոխվում են, դրանք կարող է մի փոքր էլ ավելի մեծանալ, բայց այնպես չի, որ այս տարիքում ինքը ինչքան որ չափ ունի, 25 տարեկանում կրկնապատկվել է։ Ոչ, բայց սեռական օրգանի փոքր չափը այս տարիքում պետք է մտածմունքի տեղիք տա։ Փոքր չափի տակ պետք չի հասկանալ համեմատությունը պոռնո աստղերի հետ։ Փոքր չափի տակ պետք է նկատի առնել, որ այն չի զարգացել կամ չի ուզում զարգանալ, դա բոլորովին այլ հարց է, որովհետև շատ հաճախ պացիենտները գալիս են եւ զրուցում ենք, իրականացնում եմ արտաքին զննում եւ այլն բան, մի քիչ ամաչելով, մի քիչ բառերը այդտեղ չկարողանալով ճիշտ գտնել, միշտ բժիշկ ջան, չափի հետ նորմալ էր ամեն ինչ։ Այդ ինչ մենք ունի իր մեջ կասկածը, այդ ինչ մենք ահագին ժամանակ տանջվել է այդ հարցի շուրջ կապված, այո նորմալ է, որովհետև թեր զարգացած օրգանն այլ տեսք է ունենում։ Թեր զարգացած օրգանը միայն չի լինում փոքր առնանդամ եւ վերջ, եթե օրգանը լավ չի զարգացել, կան զուգակցող, ուղեկցող այլ գանգատներ նաեւ, որոնք նույնպես հուշում են, որ իսկապես առնանդամի չափը ետ է մնում տարիքային նորմատիվներից եւ սա պետք է մտածելու տեղիք տա։ Բազմիցս ես բարձրաձայնել եմ այն մասին, որ դեռահաս աղջիկների վիճակը համեմատականի կարգի մի փոքր ավելի լավ է, որովհետեւ դեռահաս աղջիկների դաշտանի հետ կամ ինչ որ մի առողջական սեռական առողջության հետ կապված մի խնդիր առաջանում է, վրաս մամաներն առնում վազում են գինեկոլոգի մոտ եւ դա հեշտ է եւ դա հասանելի է եւ դա ամոթ չէ, բայց դեռահաս պատանիները գտնվում են վարագույրների հետևում իրենց խնդիրներով եւ խնդիրներով պարփակված, չգիտեն ում հետ կիսվեն, պապայի հետ կիսվեն, քեռու հետ կիսվեն, որ մասնագետի մոտ գնան եւ ինչ անեն։ Համապատասխան վիդեոների տակ արված բազմաթիվ քննարկումներ եւ կոմենտները ոչ բոլոր դեպքերում են, որ տալիս են դեռահասների հարցերին վերջնական պատասխաններ, բայց ես որպես այդ ոլորտի մասնագետ հստակ գիտեմ ինչքան են խնդիրները։ Ես շատ լավ գիտեմ, թե ինչ վիճակում է գտնվում մեր դեռահասների սեռական առողջությունը եւ դա լավ իմաստով չեմ ասում։ Այն գտնվում է վատ վիճակում։ Հարգելի ծնողներ, հաճախակի խոսեք ձեր դեռահաս երեխաների հետ, փորձեք հասկանալ ինչ անհանգստացնող հարցեր ունեն, գուցե ժամանակն է դիմել մասնագետի։